Զուռնա դհոլով, երկու պարով, բարձր տրամադրությամբ, բարի մաղթանքներով ու բարի վերադարձի ցանկություններով են Գավառում ճանապարհում նորակոչիկներին։ Հունվարի 12-ին Գավառի տարածքային զինկոմիսարիատից այսպիսի տրամադրություններով մեկնարկեց 2026 թվականի ձմեռային առաջին զորակոչը։ Տղայա, պետք է ծառայա, բոլորս էլ ծառայել ենք մեր այ ազգի համար, մեր հողուչերի համար։ Մաղթում եմ մեր երկրի նորաճին խաղաղություն, մեր զինվորներին էլ բարի ծառայություն։ Ոնփորձանք այդան ծառայեն, վերադառնան իրանց ընտանիքներ։ Բարի ծառայություն, երկրի խաղաղություն, կարևորը։ Մինչ ծնողներն ու բարեկամները բարեմաղթանքներ են հողում նորակոչիկներին, նրանք եւս մեկ անգամ բուժզննում են անցնում։ Այնուհետև նրանց վերջին խորհուրդներն են տալիս եւ անխոչնդոտ ծառայություն մաղթում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Հանրապետական զինվորական կոմիսարիատի Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Մնացականյանը եւ Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։ Գիտեք, որ ծառայել եք տարիքես, 1 տարի 6 ամիս եք ծառայելու, ձեզ բարի ծառայություն եք մաղթում, գնաք պատվով ծառայեք եւ պատվով վերադառնաք։ Դուք սպասելիք ունեք, այսինքն դուք ունեք հայրենիքի պաշտպանության եւ դիգում թողնելով ձեր տունը, ձեր ընտանիքը, ձեր հարազատներին, խնդրեմ որ պատվով ծառայեք եւ հայրենիքի պաշտպանությունը դա շատ կարեւոր բան է մարդու համար։ Ցանկանում եմ, որպեսզի դուք առողջ գնաք, առողջ վերադառնաք, պաշտպանեք մեր հայրենիքի սահմանները, ձեր ծնողներին թող առողջություն լինի, ձեզ նույնպես նորոցորը սենց ուրախ տրամադրությամբ ձեզ ճանապարհում ենք, սենց ուրախ տրամադրությամբ էլ բոլորիդ ընդունենք։ Պակաս ոգևորված չեն նաև նորակոչիկները, նրանք բանակ են զորակոչվում պատասխանատվության մեծ զգացումով եւ բարձր տրամադրությամբ։ Մեծ ուրախությամբ եմ իտում, որ պետք է ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկիրը պաշտպանեմ։ Սիրով եմ գնում, ուրախ, լավ ծառայեմ, կփորձեմ հնարավորինս չափով իմ հայրենիքին օգտակար լինեմ։ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում էլ նորակոչիկների օրհնության կարգ է կատարվում։ Ցանկությունը մեկն է՝ խաղաղություն մեր երկրին եւ բարի ծառայություն բոլոր զինվորներին։ Մենք բոլորս, ձեր հարազատներ եւ բարեկամներ, ննջենք եւ արթնանանք խաղաղության պայմանների մեջ։ Սիրելի նորակոչիկներ, թող բարով, խաղաղությամբ, նվիրումով, զգոնությամբ եւ ուշադրությամբ կատարեք ձեր եղբայրական, ծառայական պարտքը եղբայր սիրության մեջ, հայրենասիրության եւ եկեղեցասիրության մեջ եւ որևէ վարքյան ձեր մտքում չանցկացնեք օտար ու վատ մտադրություններ։ Մոմավառությունից հետո եկեղեցու բակում հարազատները հրաժեշտ են տալիս նորակոչիկներին եւ նրանց հայոց բանակ ճանապարհում օրհնանքներով, ամենաբարի մաղթանքներով ու ծափահարություններով։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառ քաղաքի Արցվաքար թաղամասում Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ դրենաժային առու է մաքրվել։ Կուտակված տիղմը դժվարություններ էր ստեղծել մարգագետնային այս տարածքում, առանց այն էլ արկա խոնավությանը գումարվել էր նաեւ անձրևաջրերի հետևանքով բնակարաններում առաջացած խոնավությունը, հողամասերը հնարավոր չէր եղել մշակել։ Գոնե սախեր կարտոշկայեր ինչ էր ցանում, դեն յոլա էր գետը։ Բայց որ ջուրը լսվում, ոչ մի բան չի լինում, տեխնիկա չի կարում մտնի։ Ջուրը բարձրանում տնից խանգարում է, էսա վերջի տնը սաղ ջրի մեջ է, էս թաղամբողջ Գյուղին էս ներքևին բասին լրիվ օգուտ է իսվել մաքրվում է։ Դրենաժային առվի մաքրումը կլուծի արկա խնդիրները։ Հարակից տարածքի բնակիչները համոզված են, որ տարածքում իրականացված աշխատանքների արդյունքում խոնավությունը կնվազի, տնամերձերն ու մյուս հողատեսքերն էլ հնարավոր կլինի մշակել։ Հողամասը կմշակենք, ինչը նորմալ կլինի արդեն։ Ջրի մեջ չենք ելնի։ Դիմեցին պարոն Մարտիրոսյանին լավ է, չմերժեց։ Ասա այդ հարցերը կլուծեն։ Ու լուծումը մենք գոյենք պարոն Մարտիրոսյանից, իրավազնակազմից, ամբողջ քաղաքապետարանից։ Դրենաժային առվի շուրջ 400 մետր հատվածի մաքրման համար Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից շուրջ 1 միլիոն դրամ է հատկացվել։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։